Դավիթ անհաղթվեց հասցեի շենքն է, որի շինարարության պատճառով օրեր առաջ ուժեղ քամու ժամանակ շենքի հարակից տարածքը հայտնվել էր փոշու ամպի մեջ։ Թեպետ քաղաքապետարանն արդեն 5 արձանագրություն է կազմել ընկերության դեմ ու տուգանել է, սակայն կառուցապատողը շարունակում է շինարարության աշխատանքներն առանց կանոնները պահպանելու։ Զեյթուն Սառնարան բաժնետիրական ընկերությունն է իրականացնում կառուցապատման աշխատանքները։ Փորձեցինք ընկերության հետ կապ հաստատել, պարզելու թե ինչու 5 անգամ տուգանվելուց հետո չեն վերացնում խնդիրը։ Մի քանի փորձից հետո կապ հաստատեցինք ճարտարապետի հետ, որը չցանկացավ հարցազրույց տալ, վստահեցնելով, որ իրենք փոշին հավաքող համակարգեր են տեղադրել տարածքում։ Թե ինչու էր ուժեղ քամու ժամանակ իրենց շինհրապարակի փոշին կուլ տվել տարածքը, ճարտարապետը չկարողացավ պատասխանել։ Նորակառույց բնակարանային համալիրներ, բիզնես կենտրոններ, բազմահարկ շենքեր, Երևանում կառուցապատումն ընթանում է մեծ թափով։ Նույնքան արագ էլ Երևանի օդը վերջին տարիներին հասել է աղտոտվածության աննախադեպ մակարդակի, իսկ պետական կառույցները դեռ չունեն համարժեք քաղաքականություն խնդիրը վերահսկելու կամ նվազեցնելու համար։ Գիտենք, որ օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելի սահմաններից է անցել, թույլատրելի աղտոտվածության սահմաններից, այսինքն ոչ թե նորմայից անցել է, այլ թույլատրելի աղտոտվածության սահմանից ավելին է անցել եւ բնականաբար առաջինը մենք գիտենք, որ օդի աղտոտվածության հետ ամենաառաջինը թթվածնի պակաս, թթվածնի քանակն է նվազում, որովհետեւ առաջինը մենք ունենք տարածված ծառահատում։ Շինհրապարակում կիրառվող տեխնիկան, փոշին քանդման ու շաղախման աշխատանքները, մասնիկային փոշու հիմնական աղբյուրներն են, որոնք էլ ազդում են մարդու շնչառական համակարգի վրա։ Թթվածնի պակասը բոլոր սիրտանոթային հիվանդությունների հետ կապված խնդիրներ ունենք, հատկապես սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում, սիրտ տարբեր անոթային խցանող հիվանդություններ։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր ասած փոշուն, բնականաբար փոշու արկայությունը եւ տարբեր տրանսպորտի արտանետող գազերի արկայությունը դա մեծ օղակ է մեր ալերգիկ հիվանդությունների սրացմանը։ Ըստ բնապահպանների, հատկապես ամառային ամիսներին, երբ քամին ուժեղանում է, շինհրապարակներից բարձրացած փոշին հեշտությամբ տարածվում է, հասնելով բնակելի թաղամասեր, դպրոցներ, խաղահրապարակներ։ Երևանի որոշ թաղամասերում ֆիքսվում են օդի որակի ցուցանիշներ, որոնք գերազանցում են առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած նորմերը։ Աղտոտման մակարդակը հատկապես բարձրանում է այն հատվածներում, որտեղ միաժամանակ գործում են մի քանի շինհրապարակներ։ Հիդրոմետ ծառայության վերջին 3 տարիներին օդի մեխանիկական փոշու միջին քանակը կենտրոնում աճել է մոտ 30%-ով, բայց սա միայն միջին ցուցանիշն է, որոշ օրերի գրանցվում են խիստ վտանգավոր թվեր։ Մենք կարող ենք նմանատել, որտեղ որ կա նոր կառուցված թաղամասեր, այդ սկզբնական ժամանակաշրջանը, երբ որ չկա ոչ մի ճանապարհ, երբ որ ամբողջ վերանորոգված ճանապարհի փոշին բարձրացնում է օդ, որտեղ որ առաջի էտապին շինարարական աշխատանքներ են գնում, երբ որ հողը փորվում է եւ այլն, այնտեղ իհարկե շատ բարձր օդի աղտոտվածությունը։ Երևանի քաղաքապետարանն անում է իրեն հասանելիք աշխատանքը, ի պատասխան մեր հարցմանը նշել են, որ շինարարության թույլտվության փուլում պարտադրում են ներկայացնել նաև բնապահպանական փորձաքննություն, սակայն շինարարության ընթացքը չի վերահսկվում։ Դա տեսչական մարմինների գործառույթն է, իսկ տեսչական մարմինները հաճախ աշխատող ռեսուրսների պակասի կամ լծակների բացակայության պայմաններում կարողանում են արձագանքել միայն բողոքների դեպքում։ Երևանի քաղաքապետանի կողմից ինչ միջոցներ են ձեռնարկվում, այսինքն վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված հոդվածով վարչական պատասխանատվության են ենթարկվում կառուցապատողները, որոնք իրենց կառուցապատման արդյունքում չեն պահպանում շինհրապարակի կազմակերպման համար սահմանված նորմերը, որի արդյունքում նաև առաջանում են այն խնդիրները, որոնք որ դուք բարձրաձայնում եք, այսինքն այդ փոշին եւ այդ աղբը։ Այժմ, երբ մայրաքաղաքի վրա կախված է փոշու ու աղտոտվածության մշուշ, հարցն ուղղվում է բոլոր պատասխանատուներին, որտեղ է վերահսկողությունը։ Քաղաքը կարելի է կառուցել մաքուր, կանոնակարգված ու անվտանգ, եթե ցանկություն կա։ Մինչ այդ երևանցին շարունակում է շնչել այն օդը, որը ստեղծում է շինարարական բումը։ Սադամ Ակարյան, Մհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։